Կոթոյի սպանությունը տևը ասը, սաղ խառնվել են իրար։ Անջից ու Ջոնիկից արձագանք կա։ Չէ, բայց գիտեմ, որ հանդիպել են։ Հանդիպել են ու որոշել են սպասեն։ Ինչին։ Թե ով ավելի լավ առաջարկ կանի։ Ես, թե Վիլենը։ Վաղը հանդիպի դրանց հետ, ասային ինչ ուզում են լսեն։ Ու երբ Վիլենի ճամփեցինք, դրանք էլ երկար չեն ձգելու։ Այո։ Տեսել ես։ Վստահ եմ, որ շատերը եք ինձ ճանաչում։ Ով էլ վերջին 5 տարում քնած է եղել, ես Վիլենն եմ։ Գիտեմ, մտածում եք, որ ես մեռած եմ։ Բայց ես հետ եմ եկել, որ վերցնեմ ինչը որ իմն է։ Ես չեմ ստիպում, որ միանաք ինձ։ Բայց եթե հելակ դեմս ոչ մեկին չեմ խնայի։ Այսքանը։ Վիլենը որոշել է վաբան գնա, բաց է խաղում։ Ոչինչ, թող խաղը տա, դրան երկար չի մնացել։ Վիլենի մարդիկ, որ գաղութներում ակտիվացան, պետք է դրանց դեմն առնենք։ Բայց մենք գաղութում Զավեն ունենք։ Այդ սաղ կոնտրոլի տակ է պահում խոսքը հարգում է։ Զավենը իրան հիմ պանյատներով պիտանի չի մեզ հիմա։ Եթե Վիլենի մարդիկ բերթերում ակտիվացան, ինքը չի կարել իրանց դեմը առնի։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Անցած անգամ, որ Ռոբենս հետ հական, եթե ճիշտ բային չխառնվեինք, հիմա վիզը կդրել էին։ Մեզ լուրջ ֆիգուրա պետք, ով համանուն ունի համավտարիտետ։ Մի խոսքով մարդակեր։ Դե դու Ռուստամի մասին ես խոսում, բայց դե էլ 20 տարով Մոսկվա փակված է։ Ուրեմն պետք է նենց անենք, որ էքստրադիցիա անենք Հայաստան, ստեղ նստի ու մեր հարցերը լուծի։ Փորձել ենք։ Չի լինում լուրջ հոդվածները։ Կապվի Սարուխանովի հետ։ Ասա թող զբաղվի այդ հարցով, հատուկ նշի, որ փողը պրոբլեմ չի։